Դոնալդ Թրամփը կարգադրել է վերսկսել միջուկային փորձարկումներն ԱՄՆ-ում, նա բացատրել է, թե ինչու։ Միացյալ Նահանգների կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը 30-ամյա մորատորիումից հետո տեղին է, հաշվի առնելով, որ նման փորձարկումներ են անցկացնում այլ երկրներ։ Հարավային Կորեայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Թրամփը. «Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ մեկը։ Մենք չենք փորձարկում, բայց քանի որ ուրիշներն են դա անում, կարծում եմ մեզ համար էլ նպատակահարմար կլինի նույնն անել», ասել է նա։ Թրամփը չի մանրամասնել, թե երբ կամ որտեղ են տեղի ունենալու միջուկային փորձարկումները, նշելով միայն, որ ունեն փորձարկման վայրեր։ Դրա մասին կհայտարարվի ավելի ուշ, ասել է նա։ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական գեներալ Մայք Ֆլինը Սպիտակ տան ղեկավարի միջուկային փորձարկումների վերաբերյալ արված արտահայտություններից հետո հայտարարել է, որ պատերազմն անխուսափելի է։ Քաղաքականության եւ նպատակների փոփոխությունները կարող են հանգեցնել պատերազմի բնույթի եւ վարման փոփոխությունների, եւ երբ քաղաքական նպատակները դառնում են ավելի սահմանափակ եւ աներևակայելի, պատերազմը դառնում է անխուսափելի։ Ամուր կապեք ձեր գոտիները, զինվորականներ, սոցիալական հարթակի իր էջում գրել է Ֆլինը։ Թրամփի խոսքերը մեկնաբանել է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փորձարկել միջուկային զենքը։ Թրամփը նոր սկանդալային գրառում է արել։ Նա հանցագործ եւ տգեղ մարդ է անվանել իր նախորդին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենին։ Նա հանցագործ է եւ պետք է բանտում լինի։ Նա մեծ անհաջողակ է եւ նողկալի մարդ, տգեղ մարդ թե ներսից եւ թե դրսից, գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։ Լուվրի կողոպուտի գործով եւս 5 կասկածյալ է ձերբակալվել։ Այսպիսով աղմկահարույց գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի։ Գողացված զարդերը դեռևս չեն վերադարձվել։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը գլխավոր կասկածյալն է։ Մենք նրան հետևում էինք, ասել է Ֆրանսիայի գլխավոր դատախազը։ Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվող մյուս անձանց, նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են մեզ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցածի մասին, հավելել է նա։ Ըստ դատախազի դեռևս վաղ է կասկածյալների մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար։ 5 անձինք ձերբակալվել են Փարիզում եւ հարակից արվարձաններում։ Երկուսն էլ ձերբակալվել էին անցած շաբաթ օրը, մեկը Փարիզի արվարձանում, մյուսը Շարլ դը Գոլի անվան օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ։ Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Նյու Յորքի փողոցները, հաղորդվում է 2 զոհի մասին։ Տեղումների մակարդակով ռեկորդ է սահմանվել, գերազանցելով 1917 թվականի ցուցանիշը։ Մեգապոլիսի որոշ շրջաններում էլեկտրաէներգիան անջատված է։ Նեպալում հսկայական ձնահյուսը գահավիժել ու ծածկել է զբոսաշրջիկների ճամբարը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։